Կցանկանայի իմանալ իշխանությունը ինչպես է պատկերացնում, թե ինչպես այսպես ասած պետք է գահանկեցարվի ամենայն հայոց կաթողիկոսը, եթե եպիսկոպոսների մեծ մասը, գիտենք, որ 54 եպիսկոպոս կա, մեծ մասը պաշտպանում է Գարեգին II-ին, եւ անգամ այն քահանաները, որոնք համակրում են Նիկոլ Փաշինյանին, ասում են, որ պատարակների ժամանակ հնչեցնելու են Գարեգին II-ի անունը։ Եվ մամուլում մի հրապարակում կար, որ դիվանագիտական այսպես խողովակներով են փորձում նաև նշում գործադրել տարբեր թեմերի վրա։ Ժորժ ջան, դուք բոլորդ ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներ եք, չէ՞։ Ու ազգային ժողովի միջանցքներում ու նաև այլ տեղերում, այլ տարբերակներով թե պարոն Հովհաննիսյանից, թե ինձնից, թե մնացածից տարբեր թեմաներով մեկնաբանություններ վերցնելու բազում առիթներ եք ունենում։ Հիմա ինձնից լավ գիտեք, որ քարոզիաներից հետո կազմակերպող այս ճեպազրույցները հիմնականում պիտի վերաբերվեն քարոզիայի ընթացքում ընդունված կամ քննարկված օրենքներին։ Հիմա մենք ունեցել ենք տարվա վերջին քարոզիան, շատ կարևոր բաներ ենք ընդունել։ Պետական բյուջե, չգիտեմ, էլեկտրոմոբիլների հետ կապված թեմաներ։ Ես ուզում եմ հասկանալ, այս երկրում ավելի կարևոր ու մարդկանց ավելի հուզող խնդիրներ չկան։ Օրինակ ես օրը 500 հատ նամակ եմ ստանում, ասենք գույքահարկերի մասին, էլեկտրոմոբիլների մասին, բյուջեի մասին։ Ինձ թվում էր, որ լրատվամիջոցների հիմնական դերը այն պիտի լինի, որ իրենք մարդկանց կյանքին վերաբերող խնդիրները, որոնք որ քննարկվում են ազգային ժողովում որոշումներ են կայացվում, ժամանակին ու ճիշտ ձևով հասցնեն այդ մարդկանց, որ հետո այդ օրենքները ուժի մեջ մտնելուց հետո մարդիկ չզարմանան, չասեն, չգիտենք։ Դե հիմա ոչ մի հարց չունեք, ուզում եք ես ինձ ուղարկած բոլոր հարցերը ուղարկեմ ձեզ, տեսեք մարդկանց մոտ ինչքան անպատասխան մնացած հարցեր կան։ Հիմա դուք այս համոզված եմ, այս կես ժամվա ընթացքում մենք եկեղեցու թեմայից այն կողմ չեն գնալու, բայց ինչ անենք։ Ձեր իրավունքն է ինչ հարցնեք։ Ուղղակի ես ուզում եմ մի անգամ եւս շեշտեմ, որ եկեք իրար հետ այնպես անենք, որ մարդիկ օբյեկտիվ ինֆորմացիայի պակաս չունենան, որովհետև կա այդ պակասը։ Ու մեր հույսը նաև դուք եք, որովհետև երբ որ դա պակաս է լինում, մենք սկսում ենք այլ հարթակներ օգտագործելով այդ կոմունիկացիան ապահովել։ H2 հեռուստաընկերություն։ Ես մեկ դիտարկում, պարոն Թունյան, ձեր ասացի տրամաբանությունից ելնելով այսօր հասարակությանը շատ ավելի հետաքրքրում է կաթողիկոսի կուսակրոն լինել չլինելու հարցը, սա դիտարկում, իսկ որպես հարց պարոն Հովհաննիսյան քիչ առաջ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պետք է ակտիվացնել ջանքերը ապահովելու Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Դուք ինչպես եք տեսնում ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Ինձ ուղղված այդ ռեմարկին պատասխանը ես դեմ չեմ, որ հասարակությանը այդ հարցները հետաքրքրում ու առավել ևս, եթե կաթողիկոսի ու մնացած հոգևորականների թեման մեր հասարակության համար այդքան կարևոր է, ուրեմն նույնքան կարևոր է նաև այն, որ մեր եկեղեցին զերծ լինի այն բոլոր թերություններից, որի մասին այսքան խոսվում է։ Մնացածը թող պարոն Հովհաննիսյանը պատասխան։ Նախ մի կտորին ձեր դիտարկման, որ հանրությանը հետաքրքրում է կաթողիկոսը կուսակրոնության ուխտը խախտելա թե չի խախտել, եւ այդ հարցն է, տենց հարց չկա օրակարգում, որովհետեւ այդ հարցի պատասխանն ակնհայտ է, Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի, այս հարցը չի քննարկվում։ Նախորդ հարցին էլի պատասխան, թե ինչպես պետքա տեղի կունենա հնարավորինս առանց որևէ ցնցումների ուրեմն եղբայրության եւ համերաշխության մթնոլորտում, ինչպես եւ տեղի է ունեցել ոչ բռնիթավշա ժողովրդական հեղափոխությունը եւ հոգեվոր իշխանությունը կվերադառնա ուրեմն ժողովրդին, ինչպես եւ պետական իշխանությունն է վերադարձել։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի նախագահի, ինչպես դուք նշում եք, նոր արված հայտարարություններին, ես բնականաբար հիմա ոտքի վրա այդ հայտարարությանը որևէ կերպ չեմ անդրադառնա, քանի դեռ ինքս այդ հայտարարության բովանդակությանը չեմ ծանոթացել։ Ինչ վերաբերվում է առհասարակ փախստականների վերադարձի թեմային, մենք Ադրբեջանի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք ամենատարբեր հարցերի վերաբերյալ, այս պահին օրակարգում նման հարց մեզ մոտ չի քննարկվում, մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերից ելնելով, որոնք որ ստորագրվել են օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում։ Շնորհակալ եմ։